Ողջույն, ես Կարեն Ղարսլյանն եմ, բանաստեղծ, արվեստագետ, թարգմանիչ, մեկ էլ ուտիչ։ Ուլտրավիոլետ փոդքասթի 4-րդ թողարկումը դրդեց խոսելու ինձ համար շատ հետաքրքիր մի շարք թեմաների շուրջ։ Այս հոլովակում խոսելու եմ ինտերտեքստայնությունից, իմ ու ընդհանրապես գրողի ստեղծագործական խոհանոցից, գործընթացի նրբություններից, իմ գրականության վրա Կաֆկայի եւ այլ գրողների ունեցած ազդեցության ու սրանց առնչվող այլ թեմաների մասին։ Տեղ-տեղ հղումներ կանեմ Վիոլետի ասածներին, բայց կփորձեմ կարևորել հետաքրքիրը, գրական թեմաները։ Ուլտրավիոլետ փոդքասթի 4-րդ թողարկման թիրախում էր իմ աշխատաֆոբիա բանաստեղծության բեմականացումը Կաֆկայի ուտիչի հանդերձանքով Գերմանիայի Մայնցի համալսարանում 2024 թվականի հուլիսին։ Բայց այն, ինչ կարող էր լինել գրական քննադատություն, վերածվեց կարծես ախտորոշման։ Իմ մտահղացման շուրջ իր արած ենթադրությունը Վիոլետը ներկայացրեց որպես անվերապահ ճշմարտություն փաստ։ Երբ մեկն ասում է այդպես է արել, որովհետև առանց հարցի, առանց երկմտանքի նշույլի, խոսքը հաճախ դուրս է գալիս գրական քննադատության սահմաններից։ Իսկ նրա եզրակացությունների տոնն ու խորհուրդների ենթատեքստը ինձ համար ավելի շատ հնչեցին որպես բարոյախրատական, տատական ելույթ ռազմահարինասիրական ոգով, քան որպես գրական երկխոսության հրավեր։ Հիմա այս տեսապատասխանը փորձ է վերադառնալ գրական դաշտ, բարձրացնելու այն հարցերը, որոնք փոխարինվել էին պիտակներով։ Փոդքասթի սկզբում Վիոլետը գովաբանում է իմ հայաստանյան շրջանի գրականությունը, այսինքն մինչև 25 տարեկանում գրածս 24-ամյա երիտասարդը տարբայ եւ գրական աշխարհի ամենասկանդալային հեղինակն է։ Նրա առաջին 24 կադր վարքյան վիպակը, որը մեծ մասամբ համարում եմ խակ շրջանը։ Շնորհակալ եմ իհարկե Վիոլետին, բայց որոշ տողեր նացիստ պոեմից լսում էի մի տեսակ քրինջով։ Իսկ մի կարևոր բան ընդհանրապես չհիշատակվեց։ Նրանք, ովքեր պոեմը չեն կարդացել, թերևս հարցնեն, բայց ինչի նացիստ։ Պարզ ասած, այն ժամանակ 21 տարեկանում այնքան էի զզվել իմ թաղակից հայրենակիցներից, կաշկալամաշ կռիվներից, որ իմ կարդացած գրքերում ապրող մեռելները երբեմն ինձ ավելի կենդանի ու հարազատ էին թվում։ Ու մի օր ինչ-որ բազարի թե ծեծկրտուկի ժամանակ ծնվեց այս միամիտ, ծայրահեղ պարադոքսալ ձևակերպումը։ Ես նացիստ եմ, ազգությամբ արտիստ եմ։ Լինելով հայ, ես ինձ զգում էի մեկ այլ հավելյալ էթնոսի, գրական էթնոսի ներկայացուցիչ։ Ճիշտ է, այնտեղ միակ հայը չէի, բայց միևնույն է, դա ցնորք էր։ Միամտություն, որ օքսիմորոն եմ ստեղծել, քանի որ ֆաշիստ կամ նացիստն ու գրողը հականիշներ են, բայց արդեն այն ժամանակ այդ երկտողը, որի տակ այսօր չէի ստորագրի, նախանշում էր իմ գրական փիլիսոփայական երթուղին։ Գրականությունը սահման չի ճանաչում, իսկ լեզուները փշալարեր չեն։ Իդեպ, Վիոլետի հավանած այս նացիստ պոեմը կարող էր լինել ինքնագրի հրատարակած այս անգլիալեզու անթոլոգիայում, որը կոչվում է Deviation, եթե չմերժեի իր առաջարկը վերնագիրը փոխարինել եվրոպացիների համար ավելի մարսելի վերնագրով։ Դե համաձայն եմ։ Միգուցե ջահելական երեխայական սկզբունքայնություններ դրսևորածս։ Այլապես կհայտնվեր այս գրքում Վիոլետի Նեգրի ժպիտը հիանալի բանաստեղծության կողքին, որն իդեպ այս անթոլոգիայի համար վերնագրված է African Kiss, Աֆրիկյան համբույր։ Ու մինչև կերպարանափոխության ու աշխատաֆոբիայի ինտերտեքստային կապերի մասին խոսելը, նախ ուզում եմ մեղագալ։ Այո, Կաֆկայի տեքստերը մեջ բերել եմ բազմիցս, մեր տանթակույց, մեր ցկողված, ի սրտե։ Ու նաև ամրագրեմ, էլի կհղվեմ, երբ որքան ու ինչպես ուղեղից փչի։ Չարենց թե Չեխով, Կաֆկա թե Կաբաֆիս, Փամուկ թե Փափազյան, Բոդլեր թե Բորդելի մի մութ սենյակում դրված մի տխուր աղջնակ։ Իմ գլխավոր բարոմետրը նրանց խոսքի զորությունն է։ Երբ ոգեշնչման կայծը բռնկվում է, չեմ վազում հայրենական արտադրության հրշեջ բալոնի հետևից։ Ըմբոշխնում եմ հրավառությունը։ Եվ այսպես, Վիոլետին մեղմ ասած դուր չի եկել այն, որ ամերիկաբնակ մի հայ գրող հղում է կատարել պրահայաբնակ հրեա գրողին, որ հաճոյանա գերմանացի հանդիսատեսին։ Առանց որևէ կասկածի նշույլի հայտարարում է, որ աշխատաֆոբիան Կաֆկայի կերպարանափոխության մոտիվներով ներկայացնելը արհեստական ճիքի է նմանվում։ Իսկ ինչից է առաջանում այս ճիքը։ Նրանից, որ Կաֆկայի գործը աշխարհի ամենահայտնի ու նշանակալից ստեղծագործություններից է ու գերմաներեն է ու պերֆորմանսն էլ Գերմանիայում էր։ Այսինքն ստացվում է, որ այդ ողջ
Էվրիկայի իրական մղումը ինչ որ շատ հայտնի ու նշանակալից բանի հպվելու ցանկությունն էր, որը նաև հյուրընկալողների սրտով էր լինելու ու իրանց շատ հասկանալի։ Իսկ ինչ տեղեկությունների կամ փաստերի հիման վրա է հանգել այս եզրակացության։ Կարենը Facebook-յան մի ստատուսում բացատրում է, թե ոնց է որոշել բանաստեղծության պերֆորմանսն անել։ Ուղղակի մեջ բերեմ։ 2007-ին գրված այս բանաստեղծությունը 17 տարի մնացել էր անփոփոխ մինչև 2024 թվականի մի գարնանային երեկո, երբ գնացի Մոզես Փենդլթոնի Մոմիքս թատերախմբի Ալիս ֆանտաստիկ ներկայացմանը, որի ընթացքում մտքումս Էվրիկա գոռացի։ Նոր էի աշխատաֆոբիան ուղարկել Գերմանիա հարևանների պոեզիան նախագծին։ Հենց տուն ասա համերգից հետո բանաստեղծության վերջում ավելացրեցի մեկ պարբերություն, էլ նամակով ուղարկեցի նոր տարբերակը ներողություններով ու Ամազոնից գնեցի այն, ինչ հակա այս ներկայացման համար։ Հենց տուն հասան, պարզապես սաստիկ չափազանցություն էր։ Ուղղակի հաշվի առնելով, որ միջին վիճակագրական Facebook-յան ընթերցողն ունի չափազանց կարճ ուշադրություն, որոշեցի կարճ կապել ու չտարաբեռնել իմ երկարատև տվայտանքների քրոնոլոգիայով, որը ջախջախիչ մեծամասնության համար խորանջի բաժին կդառնար։ Իսկ ինչ եղավ իրականում։ Հույս ունեի, որ համերգից հետո մի լավ կմարսեմ մտահղացումս, կվերլուծեմ ու տուն հասնելուն պես նամակ կգրեմ։ Բայց այդպես չեղավ։ Վերջնական որոշում չի կարողանում ընդունել։ Զավեշտալին այստեղ այն է, որ չնայած բոլոր ակնառու կապերին, ինձ խրտնեցնում էր այն, որ այլ երկի հետ կապելով կսահմանափակվի իմ երկի անկախությունը։ Կնեղանա նրա հնարավոր ընկալումների իմաստների դիապազոնը ու թերևս մնա ուտիճի ստվերում։ Չնայած կամուկացի մեջ էի, որոշեցի Ամազոնից գնել միջատի կոստյում, որպեսզի հետագայում վերջնական որոշում կայացնելիս դրա բացակայությունը գործոն չդառնա։ Անցան ամիսներ, բայց որոշումը չէի կարողանում կայացնել, անգամ այն պահին, երբ խավարասերի կոստյումը խցկում է ճամպրուկիս մեջ։ Ամեն ինչ էլ ավելի էր բարդանում այն հանգամանքով, որ սա առաջին անգամը չէ, երբ աշխատաֆոբիան ինչ-որ այլ ստեղծագործության երազն է դառնում։ Երևի միայն մտերիմներս են տեղյակ, որ երկար տարիներ մինչև 2022 թվականին հրատարակվելը լեզվի ծայրին ժողովածուն իրականում երազատես բանաստեղծությունների ու նրանց տեսած երազների ժողովածու էր։ Ձախ էջին Արթեմնի բանաստեղծություններ, իսկ հանդիպակաց էջին զետեղված բանաստեղծությունը դրա տեսած երազն էր։ Այս տարբերակով աշխատաֆոբիան Սիզիփոսի ապարաժի առասպելը պոեմի տեսած երազն էր։ Շորերից սկսած, բառերով վերջացրած, ամեն ինչ հագից հանած հերոսը պառկում է քնելու ու իր պոեմը տեսնում է աշխատաֆոբիան։ Իմ առաջին գիրքը X կադրվարկյանը բաղկացած է երկու մասից, որոնցից երկրորդը առաջինի տեսած երազն է։ Երբ փակեցի մինչ այստեղ գրանցածս տեքստը որոշ տաղտկալի կենցաղային գործողություններ կատարելու հոգնեցուցիչ պահանջից դրդված, պարզվեց տեքստի աչքերը փակեցի։ Տեքստն այդ քնի անցավ։ Տեքստն այդ երազ տեսավ։ Այո, երազ, որի գրավոր արտահայտության հետ քիչ հետո կարելի է ծանոթանալ։ Որոշեցի միայն այն օրը, երբ առաջին անգամ հանդիպեցի բանաստեղծ թարգմանիչներին։ Ու գիտակցեցի, կամ հիմա, կամ երբեք։ Եվ քանի որ ռիսկերի սիրահար եմ, ընդունեցի դրական որոշում, բայց կային նաև այլ պատճառներ։ Ալիսը հրաշքների աշխարհում գրքից ոգեշնչված Մոմիքսի շքեղ բեմադրությունը դիտելու համար գնացել էինք հարևան քաղաք Մեդիսոն։ Եթե ինձ հարցնեն, ինչ 3-4 գիրք է վրաս թողել ամենախորը տպավորությունը, պիտի ասեմ Լուիս Քերոլի Ալիսը հրաշքների աշխարհում, Ջեյմս Ջոյսի Ֆինիգանի հոգեացը եւ Ֆրանց Կաֆկայի Կերպարանափոխությունն ու Դոստոևսկու գրքերի գրեթե ողջ բանակը։ Եվ երբ այդ օրը Ալիսը գլխումս հանդիպեց Կաֆկային, դա ինձ համար գրական էքստազ էր, որն սկսվել էր մտքումս բացականչված Էվրիկայից։ Մինչև 2014 թվական ես չէի պատկերացնում Ալիսը հրաշքների աշխարհում գրքի իմ գրական ձևավորման վրա ունեցած ազդեցության մեծ մասշտաբները։ Դա վերհանեց Ավետիք Մեջլումյանը իմ վաղ շրջանի ստեղծագործությունների հիման վրա։ X կադրվարկյան վիպակի անձնադրվագներ արցակ բանաստեղծությունների ու գրողի ծոցը ժողովածուի հիման վրա, որոնցում ճագարի անկումներն առկա են գրեթե ամեն ստեղծագործության մեջ եւ քողարկվածության տարբեր աստիճաններով։ Սկսած նացիստով, շիզոիդ հուսահատությամբ ես սկսեցի հաշվել մատներս, հաշվից ընկա ճագարի բնի մեջ։ Վերջացրած համայն աշխարհ 18+ պոեմով։ Ասես ճագարի բույն լինի։ Ահա թե որտեղ է աշխարհը հրաշքների։ Ալիսի հետքերը ակնառու են նաև ավելի ուշ ստեղծագործություններում, օրինակ լեզվի ծայրին ժողովածուում, մասնավորապես նատյուրմորտ մեկ երկար մազով բանաստեղծության մեջ, որտեղ Սարյանի լոտոսով համեմված երկար մազը հիշեցնում է Ալիսին իր կյանքի պատմությունը պատմող մկան պոչը։
Բազմաթիվ են հղումները նաև մոխրոտների արկածները պոեմում, որի վերախմբագրված տարբերակը հրատարակվել է Գրանիշում Ռեքվիեմ սիրային Իռանկյան համար վերնագրով։ Իհարկե, այս ճագարաբների մեծ մասը ես երկիրիս դաշտերում գիտակցաբար էի ցանում, բայց հետ չէի նայել, որ տեսնեմ, թե ինչ ալիսաստան է բուսնել իմ երկերում։ Այսպիսի անակնկալ գիտակցման պահ էր հենց այդ Էվրիկան, որը գլխումս լուր հնչեցրել է ներկայացումը դիտելիս։ Էվրիկայի փակագծերը բացելու համար պետք է մի պահ գնանք հեռավոր, չէ, ոչ թե 2007 թվական, երբ գրեցի աշխատաֆոբիա բանաստեղծությունը, այլ 2000 թվական, երբ ես Բրյուսովի 4 կուրսի ուսանող գնացի ԱՄՆ Work and Travel ծրագրով։ ԱՄՆ-ում անցկացրած այդ ամռանը 2 տեղում էի աշխատում։ Ցերեկը շինարարություն, գիշերը մատուցող, որ համ հորս արած պարտքերը փակեմ, համ Բրյուսովի ուսման վարձը։ Հաճախ օրական 10-ից 20 ժամ էի անընդմեջ աշխատում։ Մի օր մոտ 30 ժամ աշխատելուց հետո փռվեցի քնի անցաշիր հրապարակում։ Պրարաբը ինձ արթնացրեց ու ասաց. «Go home», դա հնչեց ինչպես դատավճիռ։ Դու այլևս օգտակար չես։ Սկսեցի աղաչել, որ ինձ տուն չուղարկեն։ Այդ պահին կարծես մաշկիս վրա զգացի Գրեգոր Զամզայի սարսափը, որը ոչ թե միջատ դառնալուց էր, այլ գործազուրկ դառնալու հեռանկարից, երբ բացատրություններ տալիս իրենց տուն եկած մենեջերին։ Մի ամիս անց լիքը գրպաններով վերջապես գնացի Barnes & Noble գրախանութ։ Նոր Ամերիկա եկած ժամանակ երազում էի գնել այն բոլոր գրքերը, որոնք Հայաստանում ինձ թույլ տալ չէի կարող։ Բայց սրահում գրադարակից գրադարակ անցներով ոչինչ սրտից չէր կպնում։ Դա ամենամեծ սարսափն էր։ Դաժանակի իր աշխատանքից կորցրել էի գիրք գնելու իմաստը եւ փաստորեն դեմքս չէ, որ ես դրանից 1 տարի առաջ էի որոշել դառնալ գրող։ Ինքսից ստիպեցի գնել մի երկուսը՝ Էլիոթի Wasteland-ը եւ Կուրտ Վոնեգուտի Կապտամորուսը, որի հերոսը հայ էր։ Վերջինիս մասին պատմեցի այն ժամանակ Բրյուսովում դասավանդող Դիանա Համբարձումյանին, որը խանդավառվեց եւ խնդրեց իրեն փոխանցեմ օրինակը։ Բավարարվածություն զգացի իհարկե այն ժամանակ, երբ 4 տարի անց իմացա, որ նրա թարգմանությամբ լույս է տեսել Կապտամորուսը հայերեն։ Շնորհակալություն, Դիանա։ Հայաստան վերադառնալուց հետո 2001 թվականին ընդունվեցի Բրյուսովի արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտուրա։ Երբ ամբիոնի նիստում հայտարարեցի, որ ատենախոսություն եմ ուզում գրել ինտերտեքստային կապերի մասին, ամբիոնի բոլոր կարկառուն պրոֆեսորները իրար նայեցին։ Ոչ ոք չէր լսել այդ եզրույթի մասին։ Բրյուսովում ու երևի թե Հայաստանի այլ բուհերում ինտերտեքստ չէր դասավանդվում։ Ես ու ընկերս Էմիլ Պետրոսյանը բուկինիստի ռուսալեզու գրադարակները փորփրելիս էին գտել պոստստրուկտուրալիզմին վերաբերող գրքերի, Ռոլան Բարտի հատորների կողքին։ Ներկայացրեցի տեսությունն ու վերջապես հաստատվեց ատենախոսության թեման։ Նոր սիրածներիս մասին էր Լորենս Ստերնի Տրեստրամ Շենդի ու Ջեյմս Ջոյսի Ֆինեգանի հոգեհացը վեպերի համեմատական պոետիկան, ինտերտեքստուալ հարաբերություններ։ Երբ Վիոլետը ասում է, թե ես ինտերտեքստուալ կապ եմ ստեղծել, Նման գործի հետ միշտ տեքստային կապը ստեղծելու Կարենի փորձը նա մատնում է թերևս ինտերտեքստի որոշակի թյուրըմբռնում գոնե այդ համատեքստում։ Իհարկե, հնարավոր է, որ հեղինակը գրելիս միտումնավոր հղում անի որևէ տեքստի, բայց դա կարող է լինել եւ անգիտակցաբար, ինչպես աշխատաֆոբիայի ու կերպարանափոխության բարագայում։ Այդ երկերի միջև կապը ոչ թե ստեղծվել է, այլ բացահայտվել հետահայաց դիտարկման արդյունքում։ Եվ այդ երկերը կամրջված են մի ինտերտեքստային կապով, որը տարիներ առաջ ինքս էի բնութագրել էստաֆետային ինտերտեքստ հասկացությամբ։ Որպեսզի պարզենք հանգամանքները, գնանք իմ ատենախոսության առաջին գլխի 3-րդ բաժին ինտերսուբյեկտիվությունից ինտերտեքստուալություն, որտեղ ներկայացվում է ինտերտեքստայնության պատմությունը Բախտինից սկսած ու վերջացրած Հարոլդ Բլումով, Յուլիա Կրիստևայով ու Ժերար Ժենետով։ Այնտեղ կարդում ենք այս տողերը. ցանկացած տեքստ կառուցվում է որպես քաղվածքների խճանկար, ցանկացած տեքստ որևէ այլ տեքստի ներծծման ու փոխակերպության արտադրանք է։ Ստերնի եւ Ջոյսի երկերում նկատածս ինտերտեքստը լիարժեքորեն չէր համապատասխանում գրականության մեջ սահմանված որևէ տարատեսակի։ Ոստի ստիպված եղա սահմանել նորերը՝ քրոնոտոպային եւ էստաֆետային ինտերտեքստ։ Քրոնոտոպային ինտերտեքստը վերաբերում է երկու երկերում ժամանակի ու տարածության, ինչպես նաեւ կոմպոզիցիայի, կառուցվածքի ընդհանրություններ։
Այս երկու երկերի պարագայում խոսքը կոմպոզիցիայի շրջանաձևության մասին է մասնավորապես։ Երկուսն էլ սկսվում են այն կետից, որտեղից վերջանում են։ Սակայն ձեր ուշադրությունն ուզում եմ ուղղել մյուս տարատեսակին, որը որոշեցի կոչել էստաֆետային ինտերտեքստ։ Նորից դիմենք ատենախոսությանը։ Այստեղ մանրամասն խոսվում է սրա մասին հետևյալ հատվածում։ Էստաֆետային ինտերտեքստուալությունը կամ ավելի կարճ էստաֆետը տեքստերի այնպիսի մի ինտերտեքստային կապ է, որում հիմնական դերը խաղում է ոչ թե ժանրային կամ ոճական համընկնումը, հարազատությունը, աղբյուր տեքստի վերարտադրման հստակությունն ու լիարժեքությունը, այլ առավել վերացական մի կոնկրետ տեքստում տեղ գտած որոշակի ասույթից, մտքից բխած արձագանք, որն այլ տեքստի տեսքով այդ կոնկրետ գաղափարը միտքն ընկալում է որպես սևեռուն գաղափար, որը դառնում է արձագանքող տեքստի մտահղացումը։ Այն հիմնականում հանդես է գալիս ֆրազի, 1-2 նախադասությունների ընդհուպ միջև 1-2 պարբերությունների չափով։ Այս տեսակ սևեռուն գաղափարը վերաճում է ամբողջ ստեղծագործության մտահղացման։ Պատկերավոր ասած, տեքստերի միջև տեղի ունենում կախարդական էստաֆետային փայտիկ գաղափարի անդադար փոխանցում ու ուռճացում։ Եթե բլումը շեշտում էր գրողների միջև տեղի ունեցող կոպիտ ասած գրական առևտուրն ու հոգեվերլուծական եղանակներով բնութագրում դրա հետ կապված գրական առևտրականների հոգեբանական մոտիվները, ռիսկերն ու վախերը, ապա մենք գործ ունենք ոչ թե գրողների միջև ենթադրվող ազդեցությունների հետ, այլ զուտ տեքստային երկխոսությունների, որտեղ գրողների միմյանց վրա ունեցած ազդեցությունները թեև չեն բացառվում, սակայն ոչ մի դեպքում չեն համարվում նախապայման, մղվում են հետին պլան եւ գրանցվում է ինտերտեքստային կապ, միջտեքստային հարաբերություն, ոչ միջգրողական։ Ի տարբերություն նրա, մենք ինտերտեքստային հարաբերությունները դիտում ենք հեղինակային միջամտությունից զատ, թեև չենք բացառում ֆիքսվող ինտերտեքստային կապերի մեջ այդ միջամտության լուման ազդեցությունը եւ որակում դրանք որպես կարևորագույն տեքստը հարստացուցիչ գործոն։ Էստաֆետային ինտերտեքստայնությունը գործ ունի ստեղծագործության տարրերի ժառանգորդության եւ այլ տեքստերում դրանց մետամորֆոզի հետ։ Ուշադրություն դարձրեք գործածված բառին։ Դա պատահական չէ, քանի որ այս ինտերտեքստային տարատեսակի մտահղացման հիմքում նույն ինքը կերպարանափոխություններ կաց։ Որպես տեքստ արձագանքի վառ օրինակ կարելի է համարել Ֆրանց Կաֆկայի կերպարանափոխություն վիպակը, որտեղ մարդու միջատի կերպարանափոխվելու առանցքային գաղափարը ձայնացում է Դոստոևսկու նշումներ ընդհատակից վիպակի պատմիչի ասույթներից մեկի հետ։ Ասեմ ձեզ, ամենայն հանդիսավորությամբ, որ ես շատ անգամներ ուզեցել եմ դառնալ միջատ, բայց դրան անգամ չարժանացա։ Այս մեջբերված հատվածը հենց այն գաղափարն է, իդեը, որը Կաֆկայի համար վերաճել է սևեռուն գաղափարի իդեը ֆիքս եւ մեխանիկորեն մի ամբողջ ստեղծագործության մտահղացման իդեմս կերպարանափոխություն վիպակի։ Մենք որևէ կերպ չենք շեշտում Կաֆկայի հնարավոր ծանոթությունը Դոստոևսկու համապատասխան ստեղծագործության հետ։ Այդ երազանքի իրականացումը միջատ դառնալու հնարավորության արժանանալու կամ տվյալ մտքի զարգացումը մենք գտնում ենք կերպարանափոխության մեջ, որտեղ Կաֆկան ցույց է տալիս այդպիսի կարծես անմեղ ու բավականին անշուք երազանքի եւ ընդհանրապես կեցության ամեն ձևի թե որպես միջատ, թե որպես մարդ եւ թե որպես միջատ դառած մարդ անհուսությունն ու ունայնությունը։ Կերպարանափոխությունում ավելի է խորացնում կյանքի էության եւ իմաստի հանդեպ հոռետեսությունը, իսկ նշումներ ընդհատակիցում արդեն կերպարանափոխությունը կարդալուց հետո մթագնում է կյանքից տանջված, չարչարված պատմիչի մոտ հազիվ դրսևորվող ինչ-որ ազատության, հանգստության նկատմամբ հույսի նշույլը։ Չէ՞ որ Դոստոևսկու հերոսը գտնում էր, որ կյանքի մարդու հիվանդագին գիտակցության պատճառած դաժանություններից բարձնելու լավ ելք կարող էր հանդիսանալ իր միջատի վերածվելը։ Եվ Դոստոևսկու նոթերին Կաֆկայի մետամորֆոզի ավելացրած նիստերից մեկն այն է, որ բազմապատկվում է արդեն իսկ էգզիստենցիալ ճգնաժամը։ Դիստոպիա հաղորդում անգամ ամենալավատես կետին, այսինքն
Մեկ երկում դրված փոքրիկ ականը։ Պայթում է մեկ այլ տեքստում, որի բառերը կարծես շրապնելները լինեն այդ փոքրիկ ականի, որը տեղադրված էր այդ ակունքային տեքստում։ Եվ այսպես Facebook-ում կարճ կապած սակայն կիլոմետրանոց Էվրիկայի հիմքում այն էր, որ ես մի պահ գիտակցեցի, որ աշխատաֆոբիան ու կերպարանափոխությունը կամրջված են մի ինտերտեքստային կապով, որը ինքս էի տարիներ առաջ բնութագրել էստաֆետային ինտերտեքստ հասկացությամբ։ Եվ որն է այդ ատոմային ֆրազը, նախադասությունը, հենց առաջինը։ Երբ մի առավոտ Գրեգոր Զամզան արթնացավ տագնապալի երազներից, նա հայտնաբերեց, որ վերածվել է մի վիթխարի ու տիճի։ Իսկ այդ ինչ տագնապալի երազ էր։ Դրա մասին ոչ մի խոսք, այլևս չի հնչում։ Եվ ահա 100 տարի անց պայթում է այդ ականը ԱՄՆ-ում, երբ գրականագիտությունն ու դասախոսական գործունեությունը Հայաստանում թողած մի երիտասարդ հայ որոշում է 2005 թվականին տեղափոխվել ԱՄՆ ու սկսել նոր կյանք, որպես նոր փորձառությունների ծառավ բանաստեղծ։ Լոս Անջելեսի ու Գլենդեյլի պսպղուն ֆասադի հետևում նա տեսնում է հայաստանցի զամզաներին, որոնք ուշ կապիտալիստական ավելի մեղմացված աշխատանքային օրենքների պայմաններում շարունակում էին աշխատել, երևի թե կավկայական շրջանի բիրտ կապիտալիստական պայմաններով, թեր վճարված ու չլված, որպեսզի փող ուղարկեն տուն, վարձեր վճարեն իրենց հարազատների համար, իրենց իսկ տմարդային կերպարանափոխության հաշվին, մինչ փորձում էին իրենց գործերը դասավորել ավելի լավ պայմաններ ապահովելու համար։ Եվ այսպես աչքիս առաջ բացվեց մի շղթայական ռեակցիա։ Դոստոևսկուն օթեր ընդհատակից, Կաֆկայի կերպարանափոխություն եւ վերջապես իմ աշխատաֆոբիան, գոնե իմ սահմանափակ էրուդիցիայի տարածքում։ Բայց վստահ եմ, այս տեսակ թաքուն ականները դրոշմված են գրականության բոլոր էջերում։ Ամեն քայլափոխի են, ավելի շուտ տողափոխի, եթե ոչ բառափոխի, սпасելով իրենց պայթյունի պահին։ Ու երբ ինձ այցելում էին ուտիճի ստվերում մնալու մասին մտքերը, ես վերհիշում էի իմ ատենախոսության այս հատվածը։ Յուրօրինակ դիտանկյուն է առաջարկում Բորխեսը, որում յուրօրինակ լույսի ներքո է ներկայանում գրականության, պատմության ժամանակագրական կարգը։ Այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Սերվանտեսն ու Կաֆկան, փոխլրացնում են միմյանց։ Երկուսն էլ հանդիս են գալիս որպես ժամանակակիցներ, եւ անհնար է միանշանակորեն ցույց տալ մեկի վրա մյուսի ազդեցության չափը։ Բանն այն է, որ յուրաքանչյուր գրողն ինքն է ստեղծում իր նախորդներին։ Բորխեսի այս ասույթից հետևում է, որ այնպիսի գրողների ստեղծագործությունը, ինչպիսիք են Դոստոևսկին, Տոլստոյը, Ջոյսը, Պրուստը, աջակցում են, կարծես ազդում են, օրինակ Ստերնի ստեղծագործության փորձարարական նրբությունների առավել լիարժեք ընկալմանը։ Ու եթե Կաֆկայի ստվերը ընկնի երկիս վրա, ապա Բորխեսն ինձ հիշեցրեց, որ ամեն գրող ստվերը կարող է լուսավորել, վերստեղծելով իր նախորդին։ Եվ այս միաժամանակյա բազմակողմանի խաղի հեռանկարն այն գործոններից էր, որն ինձ հնարավորություն տվեց տեսնել ավելի լայն պատկերը, բայց որոշմանս վերջին մեղն այն էր, որ ես այսպես թե այնպես բանաստեղծություններս ժամանակ առ ժամանակ վերախմբագրում եմ։ Եվ դրանց զանազանվող տարբերակները հրապարակվում են տարբեր տեղերում, այնպես որ սա պարզապես կդառնա այս բանաստեղծության բազմաթիվ տարբերակներից մեկը։ Ճիշտ ինչպես վերջերս Արե փառատոնի համար ստեղծագործություններ ընտրելիս վերախմբագրեցի լեզվի ծայրին ժողովածում արդեն զետեղված գովազդային ընդմիջում բանաստեղծությունը, որի ոչ միայն վերնագիրը փոխեցի, այժմ առանց քեզ ներսս դատարկ է, այլև միջի գովազդային ընդմիջումները։ Դրանցից մեկում ես անամոթաբար ու արեստական ճիքով փոխարեցի Պետրոս Ղազարյանի գովազդային կարճ եւ թանկ վարքյաններ արտահայտությունը։ Գովազդային կարճ եւ թանկ ընդմիջում բանաստեղծությունը կվերսկսվի այս գովազդից հետո։ Հիմա շատ ուրախ եմ, որ աշխատաֆոբիան հենց այդ տարբերակով գերմաներեն ինձ է ասել։ Եվ եթե անգամ այլևս երբեք Կաֆկայի շտակմամբ այս բանաստեղծությունը չվերահրատարակեմ, ես միևնույն է, որքան ուրախ եմ, որ Փենդլթոնը որոշեց Ալիսի թեմայով իր ներկայացումը դնել, իմ մեջ առաջացնելով այս գրական ականի պայթյունից գոյացած հրավառություն։ Ուրախ եմ, որ չխորշեց այդ մտահղացումը իրականացնելուց, ինչ թե մեկը կարող էր հանկարծ մի օր տեղից վեր կենալ ու դատավճռի պես առանց կասկածի նշույլի իսկ հայտարարել, թե Փենդլթոնը հատուկ էր ընտրել Ալիսին, որ շատ հայտնի ու նշանակալից բանի հպվի, որ Քերոլի հետ միջտեքստային կապ ստեղծելու Մոզեսի փորձը կարծես նվազեցնում է
Քերոլի էս բազմանիստ պատկերը։ Դրա անցալումի միայն մեկ ու ոչ ամենակարևոր նիստի հետ համադրմամբ։ Ու այս ցկտումը արհեստական ճիքի է նմանվում։ Առաջին հայացքից դա երազից արթնացողի սարսափելի իրականության մեջ հայտնվելու վիճակի նմանությունն է ու այդքանը։ Երբ մեկն ավարտում է գրական վերլուծությունը այդքան բան արտահայտությամբ, նա ոչ թե փակում է տեքստի դուռը ու բանալին կուլ տալիս, այլ մտածելու հնարավորությունները, երկխոսության հեռանկարը։ Գրականության մեջ այսպիսի արտահայտությունը ոչ թե եզրակացություն է, այլ խոստովանություն։ Այն մատնանշում է ոչ թե իմաստի սպառվածությունը, այլ մեկնաբանի երևակայության սպառումը կամ էլ այն սահմանափակելու միտումը։ Մասնավորապես, հումանիտար գիտությունների ասպարեզում, որտեղ հարցադրումը սնվում է բազմիմաստություններից, այդքան բան հռչակելը խարխլում է այն հիմքերը, որոնց վրա իսկ հիմնվում է գրական վերլուծությունը։ Այդքանը։ Ամենայն հարգանքով Նաբոկովի գրական ու գրաքննադատական ժառանգության հանդեպ պիտի սակայն հրաժարվեմ անցալ նրա հերմենևտիկական սահմանափակումներից։ Նա մերժում էր նովելլան դիտարկել սոցիալ-տնտեսական հանգամանքների տեսանկյունից։ Այլ կերպ ասած, մերժել է մարքսիստական տեսության հայացքը։ Ի տարբերություն Նաբոկովի, ես մշտապես հակված եմ եղել ընկալելու Կաֆկայի կերպարանափոխությունը որպես բաց երկի դասական օրինակ, ինչպես Ումբերտո Էկոն է բնութագրել իր բաց ստեղծագործության պոետիկան աշխատության մեջ։ Կաֆկայի խորհրդանիշների տարբեր գոյաբանական, աստվածաբանական, կլինիկական եւ հոգեվերլուծական մեկնաբանությունները չեն կարող սպառել նրա ստեղծագործությունների բոլոր հնարավորությունները։ Եթե որևէ մեկը փնտրելու լինի Ումբերտո Էկոյի բաց տեքստ հասկացության հականիշը, ապա դժվար թե գտնի ավելի զիլ տարբերակ, քան Վիոլետի այս պնդումը, որը մոտավորապես նույն է թե 2-ին գումարած 2 հավասար է 1։ Նման գործի հետ միշտ տեքստային կապը ստեղծելու Կարենի փորձը կարծես նվազեցնում է Կաֆկայի այս բազմանիստ պատկերը։ Իսկ այժմ բաց տեքստի սահմանումը ըստ Ումբերտո Էկոյի։ Իրականում որքան շատ են արվեստի գործի ընկալման ու ըմբռնման տարբեր տեսանկյունները, այնքան ավելի է բարձրանում նրա գեղագիտական արժեքը։ Այս զանազան ընկալումները ստեղծագործությունը հարստացնում են բազմապիսի հնչերանգներով ու արձագանքներով, առանց նրա նախնական էությունը խաթարելու։ Իսկ ինչեր է իր հետ բերում այս երկու տեքստերի միջև կամրջի երևակումը։ Բազմաթիվ վարկածներից բերեմ մի քանիսը։ Հաշվի առնելով նովելայի բոլոր մնացյալ արժանինքները, ես գոնե չեմ կարող աչք փակել նրա վրա, թե ինչպես է կարմիր թելով անցնում կոմունիզմի մանիֆեստի առաջին իսկ գլխում արտահայտված այս պնդումը։ Բուրժուազիան հանել է ընտանիքից նրա սենտիմենտալ քողը եւ ընտանիքի հարաբերությունը դարձել է զուտ դրամական հարաբերություն։ Կան բազմաթիվ վկայություններ ու ուսումնասիրություններ Ֆրեդերիկ Ջեյմիսոն, Սարա Ռիգս, Ռոբերտ Ռիս, Ուոլթեր Սոքել եւ այլն, որոնք ցույց են դնում մարքսիստական տեսության այս ու այլ առանցքային խնդիրների արծարծումը նովելայում։ 1915 թվականը ի վերջո այնպիսի ժամանակաշրջան էր, երբ 19-րդ դարի կեսերին Մարքսի հայտարարած կոմունիզմի ոգին արդեն ուրվականը սկսել էր մարմին առնել ոչ միայն Եվրոպայում, այլև հասել էր Ռուսաստանի խորքեր։ Մնում է ենթադրել, որ այս ակնհայտ գծերը Նաբոկովը դիտմամբ է անտեսել, լինելով մոլի հակակոմունիստ։ Նրա ընտանիքը ստիպված էր ինքնաքսորվել մենշևիկների վերջնական պարտությունից հետո։ Հասկանալի պատճառներով Նաբոկովը նողկում էր այն կոմունիստական հորժորջվող պետությունից, որը իրականում պատմության մեջ ամենախայտառակ բռնապետությունն էր։ Սակայն միաժամանակ ցավալի է, որ նա թույլ էր տվել, որ իր քաղաքական հայացքներն ազդեն իր գրական վերլուծությունների վրա։ Թե կերպարանափոխությունը եւ թե աշխատաֆոբիան կարելի է դիտարկել որպես կապիտալիստական աշխատանքի հետևանքով մարդու օտարացման, ապա մարդայնացման հետևանքների գրոտեսկային արտահայտություն։ Մեկի դեպքում տեղի ունենում փոխատեղում, շրջոնք, մարդն ու զարթուցիչը փոխվում են տեղերով, որով մարմնավորում են Մարքսի կապիտալում արտահայտված հետևյալ շրջոնքը։ Ոչ թե բանվորն է գործածում աշխատանքի գործիքները, այլ հենց գործիքներն են գործածում բանվորին։ Իսկ կերպարանափոխության պարագայում այս ամենի հետևանքով տեղի ունեցող օտարացման ու ապամարդայնացման մարմնավորումն է տեղի ունենում։ Բայց ինչով է նաև պայմանավորված Զամզայի միջատացման տխուր վախճանը,
Ոչ միայն կապիտալիստական համակարգի չարաշահման պատճառով։ Ինչպես Էշլի Սայմոնն է նշում իր Ֆրանց Կաֆկայի կերպարանափոխություն նովելայի քննական վերլուծություն հոդվածում, նովելայի վերլուծությունը ցույց է տալիս, որ Գրեգորը մարքսիստական իդեալի հակապատկերն է։ Նա ոչ թե ապստամբում է իրեն շրջապատող դասակարգային կառուցվածքի դեմ, այլ ենթարկվում է դրան։ Աշխատաֆոբիայում նույնպես գործ ունենք մարքսիստական իդեալի հակապատկերի հետ։ Սա ամբողջ պրոլետար չէ, որը ոտքի է ելնում իրեն կեղեքող կապիտալիստական համակարգի դեմ։ Նա սխալ հասցեատիրոջ է ուղղում իր ողջ ցասումը, բուն պատճառի փոխարեն հարձակվում է դրա ախտանշաններից մեկի վրա։ Ինչպես շատերս, հերոսն իր ողջ կատաղությունը թափում է ոչ թե անտեսանելի կապիտալիստական համակարգի վրա, որն իրեն քերթում է, այլ իրեն մոտ գտնվող ամենամոտ առարկան, որը գործի է դնում այդ համակարգի ռիթմը դիրիժորի պես զարթուցիչը։ Այս առումով երկու հերոսներն էլ ձախողակ են, կապիտալիստական համակարգի զոհեր։ Էստաֆետային ինտերտեքստի պարագայում տեղի ունենում կրկնակի կերպարանափոխություն։ Մարդուց զարթուցիչ, զարթուցիչից ուտիչ։ Երազում մարդու զարթուցիչի փոխակերպումը կարծես քնած զամզայի անգիտակցականի ազդանշանը լինի, կամ ակնարկը լինի, որ ինչ որ փոխակերպում է տեղի ունենում, որին ի վերջո նա ականատես է լինում արթնանալով։ Բայց արթնանում է արդյոք։ Եթե Կաֆկայի ստեղծագործությունը դիտարկենք Բորխեսի տեսանկյունից, ապա Կաֆկայի ստեղծագործությունները ոչ թե ռեալիզմ են, այլ տրամաբանական մղձավանջ։ Իսկ կոնկրետ կերպարանափոխության վերաբերյալ նշել է հետևյալը. դա դիտավորյալ եւ մեթոդապես մշակված մղձավանջ է։ Եվ ահա Բորխեսի այս ձևակերպումը մեզ պարգևում է միջժանրային արկածալի ճանապարհորդություն։ Աշխատաֆոբիան ու կերպարանափոխությունը իրենց էստաֆետային կապերով թռցնում է գրական ժանրից դուրս դեպի կինեմատոգրաֆիա, մոտեցնում Քրիստոֆեր Նոլանի սկիզբ Inception ֆիլմի մոտիվներին, այսինքն Գրեգոր Զամզան երազ է տեսնում, որտեղ երազ է տեսնում, եւ որից արթնանում է, բայց ոչ դեպի արթմնի աշխարհ, այլ դրան եւս մեկ մակարդակով մոտ երազային հարկ։ Տեսնում է, թե ինչպես է ինքը տեղերով փոխվում զարթուցիչի հետ, ապա դրուդմփոցից հետո արթնանում է, ողջելով, որ վերածվել է ուտիճի։ Այս երկու երկերի պարագայում տեղի ունենում խոսքի ունակության կորուստ, կերպարանափոխության կոնկրետ փուլերում։ Համեմատենք այն պահը, երբ արդեն ուտիչ դարձած Զամզան փորձում է զրուցել իր մենեջերի հետ, սակայն ոչինչ չի հասկացվում իր ասածներից։ Նույնը ստեղնաշարի վրա քնի անցած զարթուցիչն է, որը փորձում է օրագրում նոթեր ավելացնել, բայց քնից փլչում է ստեղնաշարի վրա, որի պատճառով անկապ տառեր են սեղմվում։ Nach Hause und bricht zusammen vor der leeren Seite seines Tagebuchs auf die Tastatur drauf. Ուտեսեք։ Այս ապակու միջով նայելով ինչ հետաքրքիր հակասական պատկեր է ստացվում։ Կոմունիզմը հակակրող Դոստոևսկու երկի ծոցից կարծես պուսնած լինի կապիտալիստական համակարգը գանակոծող կերպարանափոխությունը։ Թե աշխատաֆոբիան եւ թե կերպարանափոխությունը դիստոպիաներ են։ Կապիտալիստական համակարգի հաղթանակը երկուսի պարագայում էլ առկա է։ Կերպարանափոխությունում Զամզան մահանում է, իսկ ընտանիքի անդամները շարունակում են աշխատել այդ նույն համակարգի պայմաններում, առանց որևէ ըմբոստացման ու վերջում իրենց դստերը որպես իրացվելիք ապրանք դիտարկելով։ Այս աշխատաֆոբիայում կապիտալիզմի վերջնական կործանման նկատմամբ հոռետեսությունը արտահայտված է նրանով, որ զարթուցիչացված մարդու ու մարդացված զարթուցիչի տուրը դմփոցը նկարագրված է Թումանյանի շունն ու կատուն բանաստեղծության այն հատվածի քերականության փոխարմամբ, որտեղ նկարագրվում է շան ու կատվի բախումը։ Համեմատեք շունն ու կատուն։ Մին էլ եկավ, դարձյալ չկար։ Այս անգամ ընդդիպան իրար, էլ ամպատի վանկարգ խոսքեր, էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, աշխատաֆոբիա, առավոտ շուտ, էլ ճղճղացի, էլ վայեցի, էլ ճղավեցի, էլ զրնգացի, էլ զնգզնգացի, զարթուցիչը տեղից չշարժվեց։ Հարայ, հրոց, ծեծ ու ջարդ, քիթ ու մռութ, բոքսի, ցխի, քաց ու ստակ, քցի, լղի, լղջի,
զարթուցիչի բուրը տվի։ Այս մեկ քերականական փոխարմամբ հնարավոր է եղել հաղորդել մարդու ու զարթուցիչի կապիտալիզմի անխոնջ ռիթմի միջև պայքարի անվերջանալիությունը, այսինքն համակարգի հարատևությունը։ Քանի որ շունն ու կատուն բանաստեղծությունն ավարտվում է այս պայքարի մշտնջանականությամբ։ Այն օրվանից մինչև օրս էլ շունն էս բանը չի մոռացել։ Մտքում հլադեր պահումա, որտեղ կատվին պատահումա, վերաթրջում վարավազում, իրեն մորթին հետա ուզում, իսկ սևերես կատուն հանկարծ հետադառնում ու բարկացած, փշտացնում է մթամ նոր եմ ցորցամ տվել, թե որ կարեմ։ Իրար բզբզում են, իրար հետևից ընկնում են, բայց ոչ շունն է գդակ նստանում, ոչ էլ կատուն է պատժվում։ Շունը հաչում է, քարավանը գնում։ Եվ այսպես Թումանյանի զուտ քերականական կառուցվածքի փոխառումը աշխատաֆոբիայում ստանում է քաղաքական գունավորում։ Ինձ խրատում է, թե պետք է գնամ դեպի արմատներս։ Իրենց սեփական տեղն ու դերը աննշմար համարող որոշ մշակույթների ներկայացուցիչներ։ Նրանք միշտ ձգտում են թարգմանել իրենց հայտնի ու նշանակալից լեզուներով, տեղավորվել, խցկվել նրանց մեջ, որպեսզի տեսանելի լինեն։ Ու չեն հասկանում, որ գոնե ստեղծագործության առումով հետաքրքիրը այն եզակին ու բացառիկն է, որ կարելի է պեղել սեփական մշակույթի ու կենսափորձի ընդմեջեն։ Ուզավեշտալին այն է, որ այս ամենն ասում է խմբագիրն այն հրատարակչության ինքնագրի, որի անվան տակ է լույս տեսել ատերազմագիրքը, որի ամբողջ ճարտարապետությունը հենվում է հայ գրականության, պատմության, երաժշտության, բանահյուսության վրա։ Գիրք, որում քանդվել ու ստեղծվել են բազում նոր բառեր, ու չնայած այս անթարգմանելիությանը հետաքրքրություն առաջացրել օտարազգիների մոտ, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, ադրբեջանցիների շրջանում, ինչպես նաև Գերմանիայում, որտեղ կներկայացնեմ գիրքը մայիսի վերջին։ Իդեպ հենց ատերազմայում մշակված տպագրային մեթոդներից մեկով եմ ստեղծել Վիոլետի Facebook-յան պրոֆիլի նկարը։ Հետաքրքիր պատմություն էր, իդեպ քառակուսի նկար էր դրել, մեջտեղ գրված էր Վիոլետ, ես վերափոխել էի պատկերը այնպես, կարծես ի սկզբանե violent բառն էր, այսինքն բռնի ու միջից նն պոկել գցել էի հատակին, մնացել էր Վիոլետ։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այսօր դուք հաղթեցիք Եվ վերջում անդրադառնանք այս ոդկասթի մեջ Վիոլետի արտահայտած ցանկությանը։ Եվ ուսամ հայերեն նրան կարդալու հնարավորություն կունենանք մի օր։ Շտապեմ ուրախացնել, որ դեռ հոկտեմբերին ես թարգմանել եմ Օդիլ Քենելից 3 բանաստեղծություն գերմաներենից հայերեն, եւ դրանք շուտով կհայտնվեն ինքնագրի նոր համարում։ Բարի ընթերցում։ Շնորհակալություն։